երկերով Իսուս կեզ ենք գովում Քո անունը միշտ հիշելով ցնծում ուրախանում Ահա մենք մեր ուրախ երկերով Իսուս կեզ ենք գովում Քո անունը միշտ հիշելով ցնծում ուրախանում Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Մեր սրտերը մի սնծում են Իսուսի անունով Սուրբ ոգու օրհնության ներքո Քո սուրբ երգերով Մեր սրտերը մի սնծում են Իսուսի անունով Սուրբ ոգու օրհնության ներքո Քո սուրբ երգերով Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Պիտի երգենք մենք շարունակ այր Աստծով առջև Ունենք մենք մի մեծ նպատակ Աստծով օրհնում աշտեղ Պիտի երգենք մենք շարունակ այր Աստծով առջև Ունենք մենք մի մեծ նպատակ Աստծով օրհնում աշտեղ Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմանուելին երգենք Նրա անունը հիշելով Աստծով ուրախ լինենք Աստծով ուրախ լինենք Բիդուրախանամ Տիրոջ մոտ Բիդուրախանամ Տիրոջ մոտ Սուրբ ոգիով անձիս օծեց Բաժակս աննմանեցուց Միշտ իր ներկայություն Բարություն և ողորմություն Բիդուրախանամ Տիրոջ մոտ Բիդուրախանամ Տիրոջ մոտ Սուրբ ոգիով անձիս օծեց Բաժակս աննմանեցուց Միշտ իր ներկայություն Բարություն և ողորմություն Սուրբ ոգիով անձիս օծեց Բաժակս աննմանեցուց Միշտ իր ներկայություն Բարություն և ողորմություն Իսուսի անունով մենք ունենք հաղթություն Իսուսի անունով ունենք ուրախություն Հավիտյան է իր խոսքը անսահման է և իր սեր Իսուսի անվամբ մենք ունենք հաղթություն Իսուսի անունով մենք ունենք հաղթություն Իսուսի անունով ունենք ուրախություն Հավիտյան է իր խոսքը անսահման է և իր սեր Իսուսի անվամբ մենք ունենք հաղթություն Հալելույա Այո, մեր Տերոջ մեջ մեր ուրախությունն է, մեր Տերոջ մեջ մեր հաղթությունն է Նա է մեր ուրախության
պատճառը, բուն ուրախության պատճառը։ Միայն մեկը կա, որ արժանի է, Փառքը պատիվը զորությունը ընդունելու, միայն մեկը կա, որ արժանի է, Փառքը պատիվը զորությունը ընդունելու, Աստված անտեսված իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Աստված անտեսված իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Ով Տեր Հիսուս քեզ, սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս քեզ, հոգովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս քեզ, սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս միայն քեզ, հոգովս կփառաբանեմ, աթոռին արջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ Աթոռին արջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ Միայն մեկը կա, որ արժանի է, Փառքը պատիվը զորությունը ընդունելու, միայն մեկը կա, որ արժանի է, դու միակ արժանին ես առնելու փառքն ու պատիվը և զորությունը։ Աստված անտեսված իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Աստված անտեսված իրական, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Ով Տեր Հիսուս քեզ, սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս քեզ, հոգովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս քեզ, սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս միայն քեզ, սրտովս կփառաբանեմ, աթոռին արջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես կնվիրեմ։ Աթոռին արջևը կերկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես կնվիրեմ։ Ու ամբողջ կյանքս ես կնվիրեմ։ Ներկա է Տերը, ցանկանում է հանդիպել քեզ Տերը, ցանկանում է հանդիպել, հոգուդ հանգիստ պարգևել, սրտի դուռը դու այսօր լայն բացիր, ցանկանում է հանդիպել, հոգուդ հանգիստ պարգևել, սրտի դուռը դու այսօր լայն բացիր, ներկա է Տերը, ցանկանում է հանդիպել քեզ Տերը,
դուրը դու այսօր լայն բացիր ցանկանում է հանդիպել օգուտ հանգիստ պարգևել սրտի դուրը դու այսօր լայն բացիր ներկա է Կատարեց բարձյալ արարչի ճանապարհ բացեց վերին երկնքի երկիր ցանցամ ժողովուրդ ասող քո տերը հարյա քո արքան ելավ ձայն բարձրացրու ժողովուրդ ասող հրգություն եղավ երկիր ցանցամ ժողովուրդ ասող քո տերը հարյա կատարեց բարձրյալ արարչի ճանապարհ բացեց վերին երկնքի երկիր ցանցամ ժողովուրդ ասող քո տերը հարյա քո արքան ելավ ձայն բարձրացրու ժողովուրդ ասող հրգություն եղավ աղդություն եղավ աղդություն եղավ ուրախ եղեք ով արդարներ դուք որ Տեր ունիք ձեզ բաժին փառքով ծնծացեք միշտի Տեր միշտ ունեղություն փառատվին ուրախ եղեք միշտ Տերոջ մոտ ուրախ եղեք դուք Տերոջ մոտ ուրախ եղեք զինահետեր գերագույն երկրից և երկիր խոսքով ստեղծեց աշխարհներ կարող բրկիչ է ամենին ուրախ եղեք դուք Տերոջ մոտ
ամբով ծածկվի երբեք նրանց մեջ մի տխրիր Տիրոջ վստահիր պիտանցնի Hallelujah. Zorությունով բիտուրախանա Ողորմությունով միծնձա Կանցի դու ինձ պահապան եղար Եվ նեղուչան օրն ապավեն Զորությունով բիտուրախանա Ողորմությունով միծնձա Կանցի դու ինձ պահապան եղար Եվ նեղուչան օրն ապավեն Գալով մեր թեմաների վրա, որ ձեզ հետ կիսում ենք, ես մեկ երկու կիրակիներ կարևոր խնդիրներ ձեզ հետ կիսվում եմ, անցյալ կիրակի խաղաղության թեմային խոսացել։ Խաղաղությունը, որ աստվածային խաղաղություն, այն գերբնական խաղաղություն, այն խաղաղություն, որ Հիսուս ասավ, ես իմ խաղաղությունն եմ տալի ձեզ, ոչ թե այն խաղաղություն, որ աշխարհն է տալի։ Եվ խոսեցինք, որ այդ խաղաղության ակն ու աղբյուրն է Հիսուսն է։ Աշխարհիկ խաղաղություններն ինչ է, մարդից եւ այս աշխարհից է։ Այն խաղաղություն, որ Տերն է տալի մնայուն է, հավիտենական է։ Այն խաղաղություն, որ կամ այդ զգացումը, որ այս աշխարհից է գալի ժամանակավոր է։ Այն խաղաղություն, որ Քրիստոսից է, դժվարությունների ներսը դերևս կայուն է, բայց մարդկային խաղաղությունը ալեկոծվում է եւ մեջտեղից գնում է։ Եվ այդ խաղաղությունը, որ Տերն է տալի վերջնակետ, դա որ մենք ամեն տեղ հաստատ ենք եւ հավիտենական հույսից է աղբյուր առնում։
Բայց աշխարհի խաղությունը շփոթություններին է բոլորովին կորցվում, անհայտանում է եւ մարդիկ վրդովում են, չգիտեն խնդիրներ ինչ կելնի։ Եվ այդ ձևով խոսեցիք այդ խաղության մասին։ Եվ այդ ասում է Հիսուս Տերսը ես եմ իմ խաղությունը տալի ձեզ։ Ես իմ խաղությունն եմ տալի ձեզ։ Հիսուսի խաղությունը ինչ էր։ Այդ էր որ շփոթությունների ներսը, քաշքշոցների ներսը, այնց այդպես որ խաչի մոտ էր, դերևս խաղաղ էր։ Եվ խոսեցիք այդ ազնվորությունը, որ երբ որ մահվան դուր էր գնաց եւ ուզում են Հիսուսի պատճառով իրան սպանեին եւ կրակով պետք է իրան մահապատիժ տային, այդպեսի սպանեին, այդ դատավորին ասավ սիրելի դատավոր, եկ ականջ դրիմ սրտի զարկերակին, տես քո սրտի զարկերակից ավելի հանգիստ է խփում։ Այդպեսի խաղաղություն ունեն։ Եվ հավատացյալի խաղաղության հատկությունն է դա որ մնայուն է եւ միջև երկինքի ասացնում հալելույա մենք այդ խաղաղություն ունենք տեսեք այդ խաղաղությունն է բան չի որ մենք զգանք այդ խաղաղություն հավատքից աղբյուր առնում այսինքն մի քանի հատ կետեր շեշտամ ուզեմ վերհիշեցնեմ այդ խաղաղությունը գալիս է մեր արդար լինելուց երբ որ արդարացած ենք երբ որ Հիսուս Քրիստոսում մենք սիրված արդարացած ներված ենք ուրեմն մեր սրտերը խաղաղ է մեր կապը Հիսուսի հետ պատճառ որ այդ խաղաղությունը գա մեր կյանքում է եւ այդ որ հավատացյալը կարելի անցնի նեղություններից դժվարություններից փոթորիկներից բայց դերևս մի հատ աստվածային խաղաղություն իր սրտում մտքում հոգում տիրապետում է եւ այդ ձևով այդ խաղաղությունը աստվածային խաղաղությունն է եւ կապ ունի մեր նվիրումին որքան ենք նվիրվում Հիսուսին Պետրոս Արաքյալը մատ կարևորագույն խորհուրդ է խոսում, ասում է աճեք դեր հավատքի ներսը, դեր հանձնումի ներսը, համբերության ներսը, ժուժկալության ներսը, սիրո ներսը, միջև այնքան եղբայրասիրությունից հասնեք Աստծո սիրով ողողվեք։ Այսինքն երբ որ մենք ինչքան Աստծո ներկայությանը աճում ենք, այդ խաղաղությունը ավելի ուժեղ է մեր կյանքում Երևան գալի։ Այս կյանքի ներսը շատ փոթորիկներ կա։ Մենք ինչքան Տերոջմով ավելի հանձնված ենք, այդ վստահությունը մեզանում, երբ որ ալեկոծվում է, տիրապետում է մեր սրտում մտքում հոգում, այդ ամբողջ նեղությունների ներսը մենք ավելի խաղաղ ենք, երբ որ ավելի ենք Հիսուսին ճանաչում, որտեղ վրա մոտիկ ենք տեսնում, որտեղ մեր իքրությունը լավ վստահ ենք, ճնշումները, դժվարությունները մեզ չեն շփոթեցնում, մեզ մեկացության չեն բերում, որ մենք կասկածենք, Արդյոք Տերն ընդունում է ինձ, երբ որ նրան լավ ճանաչում ենք, գիտենք, որ նա մեր Տերն է։ Եվ մեզ ընդունել է, մեզ սիրում է։ Եվ այդ խոսեցի, որ նրա մեկ ժպիտը բավական է ամեն նեղություններին, որ գալիս է։ Երբ որ մենք այդ կապի ներսը աճում ենք, նվիրվում ենք, մեր իքրությունը Քրիստոսում լավ գիտենք։ Իմանում ենք, որ մենք ով ենք, մենք այս աշխարհի աղը եւ լույսն ենք։ Հինգշաբթի օրը Սուրբ Գրքին տերցում ունենք եղբայրները սիրուն կետեր էին խոսում, որ մենք աշխարհի աղն ենք եւ լույսն ենք, ոչ թե պետք է լինենք, կանք, այդ մեր իքրությունն է, մեր ջանանալով չի որ կելնենք, մեր կատարյալ լինելով չի որ կելնենք, մենք բնությամբ այդպեսի ենք, այսինքն երբ որ նվիրվում ենք Հիսուսին, հավատում ենք Հիսուսին, վերստին ծնվում ենք, արդեն աշխարհի համար աղ ու լույս ենք դառնում։ Եվ Այդպեսի որ աղն ու լույսը կարևորագույն դերեր է խաղում, մենք էլ իքրությունը եկեղեցին հավատացյալները աշխարհին մատ այդպեսի տպավորություն են թողնում։ Աղի նման ծածուկ տպավորություններ, լույսի նման հայտնի եւ բացառիկ եւ արերեսային տպավորություններ ենք թողնում։ Եվ այդպեսով մենք ինչքան իմանում ենք ով ենք, այդքան խաղաղ ենք։ Ինչքան որ հասկանում ենք Աստված որքան է մեզ սիրում, ավելի հանգիստ ենք։ Եվ ինչքան որ այդ սիրոց ազդված ենք, էլ կարիք չունենք ոչ մի ուրիշ սերի, ոչ աշխարհիկ, ոչ մի բանի, մենք բավարար ենք։ Ոչ փողը, ոչ կյանքի բերումները, ոչ ընտանիքը, դրանք ամբողջ երրորդական են դառնում։ Մենք բավարարվում ենք Քրիստոսով, իր սիրով, այդ օրհնյալ կացությունով, որ մեզ համար պատրաստել է։ Եվ այդ ձևով մենք այդ խաղաղությունը ունենք, հալելույա, ինչ կան օրհնյալ խաղաղությունը, որ գալիս է Քրիստոսից։ Այսօր պետք է նման թեմա խոսենք, ուրախության մասին խոսենք, որ
Տերն օգնի, որ մենք ավելի սրանք հասկանալով, մենք մեր արմատները Քրիստոսում շատ խորը գցենք։ Գիտակցաբար աճելով, նվիրվենք Հիսուսին եւ իմանանք, որ մեր բաժինը ցանկալի տեղերանգ է։ Մեր բաժինը Աստծո ողորմությունն է։ Մենք Աստծո շնորհքի համար գոհությունով Տերոջ փառաբանությունով մեր ճանապարհը քայլենք, մեր ծառայությունն անենք, մեր վկայությունը տանք, մեր քրիստոնեական կյանքը ապրենք եւ այն նպատակով, որ Տերը ասավ, ես ձեզ ուղարկում եմ, որ աշխարհի համար աղ ու լույս լինեք եւ ռափրկության միջոցը լինեք, այդ ուղղությամբ ապրենք, ծառայենք եւ Տերը փառավորվի մեր կյանքում։ Հալելույա։ Խոսեցինք մի քանի կետեր, որ ինչպեսի Նոյան տապանը, ասանք շարժիչ չուներ, մոթոր չուներ, արագած չուներ, այդ բադբանները, որ ուղղություն տար, կամ ղեկ չուներ, այսինքն նման մենավ այսօր դժվար օգտվեն, չէ, այդ նավի ղեկավարն ով էր, Տերն էր, այսինքն Նոյը իր ընտանիքը եւ ամբողջ այդ կենթանիները, որ տապայիներ կային, պետք է հենվեին Աստծուն, որին որ ուզում է տանին, նվիրված էին մեկ երբով Աստծուն եւ ալիքները նրանց ուղղում էր եւ նրանց տարավ մի օրհնյալ ու հարմար տեղ Արարատ լեռան վրա ընդդեմ տեղ դրա որ դարեր մնա եւ միգուցե վերջի դարերում այդ նավը ցած վերեն եւ մարդիկ տեսնեն Աստծո հրաշալի գործը նրանք որ շատ ժամանակ Նոյան ջրեղեղը առասպելություն են կարծում շատ փաստեր կա որ ընդ արդեն սարուսների ներսը մնացած է բայց դա էլ մի Աստծո հրաշք կլինի որ մարդկանց լեզուն ավելի կարճանա եւ այդ նավի ղեկավարը Աստված ինքն էր հիմա մեր կյանքի ղեկը նրա ձեռքն է մենք հանգիստ ենք վստահ Նոյը իր ընտանիքով մտահոգ չէին այդ նավի ներս հանգստանում էին վստահում էին նա օրհնյալ ձեռք իրանց ղեկավարում է նույնիսկ քո կյանքում դեռ սիրելիս այդ փառավոր ձեռքը գործում է եւ կարող եմ քեզ իմ այդ վստահություն տամ որ առանց որ դու իմանաս քեզի են ձևակերպումը քո քարակտերի վրա գործումը բայց համբերությունով որ քեզի ավելի Քրիստոսանման սարքի նեղությունները դժվարությունները քաշքշոսները, կյանքի բերումները, այդ ալիքները, որ կպնում է քեզ, որոշները դուր չի գալի քեզի, որոշները անդուր են, որոշները անհաճելի են, բայց այդ ամբողջը ձեռքի է տալի, որ աստվածային նպատակը քո կյանքում կատարի, որ քեզի Քրիստոսանման սարքի։ Եվ դու կարող ես վստահես իրան, վստահես Տերոջը, քեզ հանձնի Տերոջը եւ ուշը դետ չելնի։ Եվ այդ ձևով մենք շեշտեցին, որ մեր խաղությունը գալիս է այն արդարությունից, որ Քրիստոսը մեզ արդարացրել է։ Ուզում եմ մեզ պարզ ելնի, որ երբ որ Հիսուսն ասավ, ես իմ արդարությունն եմ տալի ձեզ կամ, ասավ, որ նա, որ Պողոս առաքյալ գրում է, Հիսուսը մերալից հարություն առավ, մեզ արդարացրեց, այսինքն հավատքի խնդիր է։ Հավատքով ընդունում ենք արդարացած ենք, որտեղ Սուրբ Գիրքն այդպես ասում։ Այդ մեր position-ն, այդ մեր կացությունն է։ Երբ որ մեր ինքնությունը իմանում ենք ինչա, այդպես ենք վարվում։ Այսինքն մեր խոսքով մենք երբ որ իմանում ենք հավատացյալ ենք, հավատացյալի նման ենք վարվում։ Ուրիշների նման չենք վարվում, հեր, որտեղ տեսնում ենք հավատացյալ ենք։ Հավատացյալ ժողովուրդը ապրելաձև հատուկ է։ Եվ այդ ձևով երբ որ տեսնում ենք, որ մենք արդար ենք, այդ տեսողությունը պատճառը որ մենք այդպեսի ապրենք, որ մենք կանք ու մեր կոչումն է։ Եվ տեում էլ այս պակագիզն էլ բացեմ ասելու, որ Տեր Հիսուսն ասավ, որ եթե ձեր արդարությունը փարիսեցիների ու սադուկեցիների արդարություն չավելանա, դուք երկնքի արքայության ներսը չեք մտնե։ Այսինքն ինչ։ Այսինքն այդ, որ նրանց արդարությունը գալիս է իրանց ջանքերից, իրանց կրոնական վարքերից եւ առերեսային էր։ Եվ Տեր Հիսուսն ասավ նրանց արդարությունն ինչ է, ուշները դետ չելնի, դուք նրանցի շատ ընտիր եք, հիմա կասեմ, որ լավ մտքեր խաղաղ ելնի։ Տեր Հիսուսն ասավ սրանք գերեզմանների նման են, որ երևույթները սիրուն է երևում, բայց ներսևանց կյանք չկա անդե։ Բայց նա որ գալիս է Քրիստոսի մոտ, Քրիստոսը իրանում հավիտենական կյանք է, հալելույա, եւ արդարություն է։
Եվ այդ էր որ Հիսուս ասավ սրանց նման որոշված չի որ դուք ելնեք, որտեղ սրանք ամբողջ երևույթապես մեկերն են, իրաց կրոնական են ցույց տալի, իր թե ուրիշ օրենքներ են կատարում, շատ ջանակ մուսուլմաններ տեսնեք, ոզու են բռնում, էս են անում, միրուք են պահում, հատուկ ձևակերպերով այնց են ցույց տալի, որ սուրբեր ու արդարներ են, բայց ներսևանց պիղծ ու ծուռ ու ամեն ծռությունները կա իրանց կյանքում։ Բայց փառք Տեր Հիսուսին, որ մեզի սրտանց վերստին ծնունդ տալով նոր սիրտ տալի մեզ, նոր սիրտ տվել մեզ եւ մեզ արդարացրել է, այն արդարությունով որ ինքն ունի այդ զգեստը տվել է մեզի եւ մենք արդարացածներ ենք։ Հիմա շատ ժամանակ մարդիկ կարևորագույն բաներ անտեսում են։ Այս փարիսեցիների դժվարությունն է որ իրաց մանրամաս խնդիրներից, խոտից, կանանչից տասանորդ էին տալի, բայց Աստծո կարևորագույն օրենքները զանց էին անում։ Եվ Տերն ասավ, որ դուք արդարությունը, հավատքը, ողորմությունը թողել եք։ Մանր բաների հետևից եք, բայց խոշորները աչքաթողանք եք անում։ Եվ այդ ձևով Տերն ասավ, որ ձեր արդարությունը պետք է նրանց արդարությունից բարձրել եւ Տերը իր արդարությունը մեզ տալի։ Հալելույա։ Թույլ տվեք այցանք այսօրվա թեմայի վրա ուրախ եղեք Տերում է։ Տերոջմով ուրախ եղեք։ Մենք իշքան կարող եք տեսնենք աշխարհիկ ուրախություն, հասարակ ուրախություն եւ այն ուրախություն, որ Աստվածանից է։ Սրանց տարբերությունն ինչ է, սրանց աղբյուրներն ինչ է, եւ մենք ինչպես կարող ենք այդ աստվածային ուրախությունը ունենանք եւ մնայուն ելնի, պահենք այդ ուրախությունը։ Եվ այդ ձևով, երբ որ այդ ըմբռնենք, պետք է այդ ուրախությունը մեր սրտում միշտ ունենանք եւ Տերոջը փառք տանք։ Ֆիլիպեցիս 4:4 համար կարող եք համարն անգիր անեք։ Շատ ժամանակ մենք որ տարիներ սրբիկ ենք կարդում, այս համարն անգիր ենք։ Ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Ուրախ եղեք։ Կարող ենք մեր օպետ Տերոջով ուրախ եղենք, մենք ժպտանք, Տերոջը փառք տանք, ասենք Տեր քեզ փառք ենք տալի քո շնորհքի համար, փառք ենք տալի քո ողորմության համար, փառք ենք տալի քո բարության համար։ Շատ բաներ կարելի է լինի մեր կյանքում, որ չիմանանք պատճառներն ինչ է, բայց դրանով հանդերձ կարող ենք Տերոջը փառք տանք եւ ասենք Տեր քեզ փառք քո ողորմության համար, քո սիրո համար, քո շնորհքի համար, քո ներկայության համար։ Առաջ այդ ուրախությունը ամեն ձև ու կերպով լավ ու հաճելի է։ Եվ շատ ժամանակ ասեմ մեր ուղեղը ձևացրած ուրախությունը, ճշմարիտ ուրախության տարբերությունը չի մանում։ Այսինքն մեր ժամանակ իսկապես ուրախ ենք, մեր ժամանակ անտեղից ծաղում ենք ու ժպտում ենք, մեր ուղեղը չի հասկանում եւ մեր հորմոնները ստեղծում, որ մեր ապահովության համար ու security համար մարմինը առողջարար է։ Եվ դրա համար շատերը քաջարում են, որ ժպտացեք, ուրախ եղեք, եւ այդ ուրախությունը լավ առավելություններ ունի։ Եվ պետք է այդպեսի ուրախ ելնենք եւ ամեն ուրախությունների համար, որ մենք կարող ենք ունենալ Տերոջ փառք։ Բայց չպետք է մոռանանք, որ այն ուրախությունը, որ մարդկորեն է, ժամանակավոր է, ժամանակների ենթարկված է, բայց այն ուրախություն, որ Աստվածանից է գալի, այդ խաղաղության նման որ խոսացին, էդիկ մատ մնայուն ուրախություն, աստվածային ուրախություն է։ Եվ դրա համար Պողոս Արաքյալը գրում է. ուրախ եղեք Տերում է ամեն ժամանակ, ամեն պայմանների վրա եւ կրկին շեշտում է, դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Պողոսն նամակը բանտից էր գրում Ֆիլիպեցի համար, Ֆիլիպեցիների համար։ Մենք ինչ բաներ կարող է մեզ ուրախացնել։ Հաջողություն, ազատություն, լավ դրություն, կյանքի հաջող վիճակները։ Պողոսը բանտում էր, մետեղ որ անիրավությունով իրան վարվում էին եւ երբեմն այս ոտ էին որ իրանից մեծ դրամի մեծ շահի առնելով իրան ազատեն եւ ինքը չէր ենթարկվում նման քայլի։ Բայց ինքը գրում է Ֆիլիպեցիների համար, որ ով Ֆիլիպեցի եղբայրներս, քույրերս դուք որ տվում եք, Տերոջով ուրախ եղեք։ Այսինքն ինքը մատ աստվածային ուրախություն ուներ, որ կապ չուներ այդ խնդիրների։ Կապ չուներ մարդկային հաջողությանը, ազատությանը, պայմանների կապ չուներ եւ վիճակներին չէր կապված։ Այդ ուրախությունը կապված էր աստվածային ուրախություն։ Եվ այդ ձևով ասում է, ձեզ ասում եմ ուրախ եղեք եւ դարձյալ շեշտում է, չելնի այս աշխարհի պայմանները, մեր փոք անհաջողությունները, մեր փոք քաշքշոցները, ձեզի տխուր պահեն։ Եվ այն փառավոր հույսը, որ ձեզանում կա, էդիկ նսեմանա ձեր կյանքում։ Այլ ուրախ եղեք եւ Տերոջով ուրախ եղեք։ Հալելույա։
Եվ այդ ուրախությունը մեր բաժինն է, որ մենք կարող ենք այդ ձևով ուրախանալով Տերոջը փառաբանենք եւ թույլ տանք աստվածային ուրախություն, որ Սուրբ Հոգով մեջտեղ է գալի մեր կյանքում։ Սուրբ Հոգու ներկայության մատպտուղներից է մեր կյանքում, որ մեզի ուրախություն եւ ցնծություն է պատճառում։ Ասում են մատ թագավոր տխրամատության էր հանդիպել, իրան ասան, որ դրա համար որ դու բուժվես, պետք է աշխարհում ամենաուրախ անձնավորությունը ճարես, նրա զգեստն հագնես, դու էլ կբժշկվես եւ կսես ուրախանալը։ Ուրեմն թագավորը հրաման տվավ, մարդիկ ուղարկեց աշխարհի ու երկրի տարբեր ծայրեր, ասավ գնացեք եւ մատ այդպեսի ամենաաշխարհիկ ուրախ մարդը ճարեք, իր շորը վերեք ես հագնեմ, որ բուժվեմ առողջանամ։ Որտե գնացին գիդոնների մոտ, մեկը չճարեցին, գնացին մեծահարուստների մոտ, մեկը չճարեցին։ Աշխարհի ես փոչը, այն փոչը երկրի տարբեր տեղեր գնացին, վերջապես մեծ գյուղում մի հոգու ճարան, որ այդ ամենաուրախ մարդն էր։ Եվ իրան ասան քո շորը տուր տանենք թագավորի համար, տեսան այդ խեսել աղքատու չունե որ մեկը շոր էլ չուներ։ Որ տանեին թագավորը շորն ակներ բուժվեր։ Նույն մի ժամանակ կա որ մեր ուրախությունը կապված չի վիճակների ու պայմանների։ Ունեցվածքի։ Որտեղ այդ ուրախությունները ամբողջ ժամանակավոր են, բայց այն ուրախությունը, որ Աստվածանից է, հալելույա, հավիտենական է, փառավոր է եւ մնայուն ուրախություն է։ Գիտեք, ընդհանրապես Սուրբ գրքում ուրախություն, այսինքն մեկ որ ուրախ է, հաջող է, բայց մեր ժամանակ կա որ ուրախություն կա մեծ ցնծություն, որ այդ հոգու ուրախություն է։ Անգլերենով ասում է happiness եւ joyfulness, joy-ը հոգու ցնծություն է, հոգու ուրախություն է։ Այսինքն տարբեր իրար նման են, բայց տարբերություն ունեն։ Արմատները տարբեր է։ Եվ այդ ձևով մենք ունենք այդ աստվածային ուրախությունը, որ Սուրբ Հոգուց է գալի եւ այդ ձևով մենք Տերոջով այդ ուրախություն ունենք։ Տեր Հիսուսը Ղուկաս ավետարանը գրում է, ասում է, երբ որ մարդկանց անհավատությունն ու իրանց բացասական մոտեցում Աստծո արքայության վրա տեսան, ասում է հոգով ցնծած եւ ասավ հայր, քեզ փառք եմ տալի, որ այս աստվածային խորհուրդները գիտուններից ու իմաստուններից առար եւ տվար մեկերի նման, որ մանուկ երեխաների նման քեզ կհավատան։ Եվ ասում է հոգով ցնծած, այդ մատ երկնային ուրախություն էր, աստվածային ուրախություն էր, Սուրբ Հոգուց ուրախություն էր։ Եվ այդ ուրախությունն է, որ մնայուն ուրախություն է։ Այդ ուրախությունն է, որ Սուրբ Հոգու պտուղն է, որ մեր կյանքերում ավելի եւ ավելի Երևան է գալի։ Եվ դա որ մենք կարիք ունենք այդ ուրախությանը։ Աշակերտներ եկան Տեր Հիսուսի մոտ, Տեր Հիսուսն ուղարկել էր գնան ավետարանչություն անեն, հետ եկածա Տեր շատ ուրախին, քո անունով մենք դևեր էլ դուս էինք անում, հաղթություններ կար, ուրախ էին։ Հիսուսն ինչ ասավ, ուրախ եք, շատ լավ է ուրախ եք, բայց ավելի ուրախ եղեք, որ ձեր անունները գրված է երկնքի արքայության գրքի ներսում։ Այսինքն այն ուրախություն, որ Հիսուսն էր ասում, այդ մնայուն ուրախությունն է։ Այսօր դևերը նազանդում են, վաղն հայտնի չի։ Այսօր հաջողություն ունես, վաղը հայտնի չի ինչպես կլինի։ Գիտեք, հավատքը պատճառը որ մի ժամանակ մենք հաղթական ենք, բժշկություններ ունենանք, առողջություն ունենանք, կոշություններ ունենանք, բայց միշտ էլ կարելի է այդպեսի չլինի։ Բայց հավատքի վերջակետ վիճակը հաղթություն է։ Այսինքն մենք մատ բժշկություն ենք առնում, այդ ժամանակավորը ձեռից կելնի։ Մեկերը կային Ղազարոսին հարություն առան, ուրախություն էր, բայց էլի մեռան։ Բայց այն ուրախությունը, որ մնայուն էր, ասում որ երկրորդ, ասած ավելի գերազանց Եբրայեցիս թուղթում ասում որ հարությանը կհասնեն։ Այսինքն մետեղ որ արդեն Աստծո ներկայությանն են կայնի, մետեղ որ հավիտենականություն են վայելում, մետեղ որ ամահացու մարմին են հագե, մետեղ որ այլևս պարտություն չկա, մետեղ որ արտասուք չկա, մետեղ որ տխրություն չկա, մետեղ որ այնտեղ ցնծությունն է եւ Աստծո փառավոր ներկայությունն է եւ այդ նպատակն է Աստծո գործը տեղ ասացնելու։ Ուրեմն հավատքը վերջնականը տանում է տեղ որ մենք այդ հաղթական կացության ասացնենք։ Այս աշխարհի հաղթությունները քիչ ու շատ կա, բայց ընդհանուր ժամանակավոր է։
Բայց այն ուրախությունը, որ հավիտենական է, մեզի մղում է այն կացությանը, որ մենք կարող ենք Աստծո փառքը վայելենք։ Մենք կարող ենք Աստծո խոսքից ուրիշ մի հատ մաս տեսնենք, ուրախությունը եւ իր կապը հնազանդության հետ տեսնենք։ Հովհաննես ավետարանում այսպես է գրում. «Ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Կացեք իմ սերի մեջ։ Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջ կկենաք, ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի եւ կենում եմ նրա սերի մեջ»։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ուրախությունը ձեզանում մնա եւ ձեր ուրախությունը լեցված լինի։ Տեսեք, կամ ուրիշ թարգմանություններ սա Հիսուս ասում է իմ նման ուրախություն ունենաք, կամ ես իմ ուրախությունն եմ տալի ձեզի։ Այսինքն Տեր Հիսուսի ուրախությունը ինչին էր սներ։ Մատ կապ ուներ Հայր Աստծո հետ, որ ինքը Հայր Աստծուն հնազանդ էր, նրան սիրում էր եւ Հայրն իրան սիրում էր։ Ասա աշակերտներ, տեսեք, ես այս կապի ներսնեմ, Հայր Աստծուն հնազանդ եմ, նա ինձ սիրում է, ես իրան սիրում եմ։ Եթե դուք էլ իմ նման վարվեք, իմ նման Հայր Աստծո հետ կապի ներսնելն եք, ինչ է, մատ ուրախություն ձեզանում կգա, որ այդ մնայուն ուրախություն է։ Եվ այդ իմ ուրախությունն է։ Այսինքն մեր ուրախությունը ուղղակիորեն կապ ունի մեր հնազանդություն Հիսուսին։ Երբ որ հնազանդում ենք Հիսուսին եւ Հիսուսի հետ այդ կապի ներսնենք, Հիսուսը մեզանում, մենք նրանում, մեր ուրախությունը սկսում է Երևան գալ։ Այսինքն Հիսուսի ուրախությունը այդպեսի ուրախություն էր։ Հիմա դրա համար ես այդ ասում եմ, որ ինչքան մենք խորանում ենք Տերոջը ճանաչելու, ինչքան սկսում ենք վստահել նրան, եւ ինչքան նրա այդ խորը հարաբերության ենք գալի, այդ խորը ուրախություն է գալի մեզանում։ Որ այդ ուրախությունը այս աշխարհիկ ուրախություններից չի։ Այդ ուրախությունը մնայուն է, մնում է մինչև հավիտյան։ Եվ այդ ձևով մեր ուրախությունը գալիս է այդ կապիներից, որ Հիսուսի հետ ունենք, այդ հնազանդության, որ Տեր Հիսուսի հետ ունենք, դրա հետևանքով այդ ուրախությունը տիրապետում է մեր սրտում, մտքում, հոգում եւ մենք կարող ենք այդ ուրախությունը հարատև ունենանք։ Հիշում եմ, մատ ծառայում եմ, մատ անձավորություն կապավ ինձի ընտանիքով մարդու կեն քաշքշոցներ ունին, անհամաձայնություններ ունին, ինքը շատ եկեղեցի չէր գալի։ Կապավ երկար ժամանակից հետո որ խոսացեր ինք հետը, ասավ որ մատ բան ասեմ ձեզի։ Ասավ այն պահից, որ ես կնոջս այդ վեճիներ սնիմ, բարկացամ, վերցամ ավետարանը պատրամ, ջղայնացած ավետարան պատրամը շպրտամ, երկար ժամանակ անցել է, քանի տարի անցել է։ Երբեք ժպիտ երեսից չի ելել։ Այսինքն մատ խղճի խայթոս կա մարդկանց կյանքում։ Եվ այդպեսով դավանելով ուզում էր ասել, որ ես կարիք ունեմ այդ հանգստության, այդ խաղաղության։ Եվ հիշում եմ, որ արտասուքով որ աղոթում էինք, իր արտասուքները թափեր էր այդ մեր սեղանի ապակի էր սեղանի վրա, ամբողջ ապակին թրջել էր, խորապես արտասվելով։ Մարդիկ Աստծո ձեռու խաղաղություն չունեն, ուրախություն չունեն, բայց երբ որ նրա հետ միանում են, գալիս են նրա կամքի ներսը, այդ կամքի ներսը ապրում են, արդեն այդ խաղաղություն, ուրախությունը գալիս է։ Եվ իմ ու քո բաժինն էլ էդ է, որ այդ հասկանալով, այդ կապի ներսը հարատև ապրենք։ Իմանում եք, մենք երբ որ զբաղվում ենք կյանքով, խնդիրներով, մեր կապը խզվում է, ճիշտ կարծես մեզանում է, որ պակասություն ենք զգում։ Ունենք, մեզանում կա այդ ուրախությունը, բայց մենք խանգարած կացությունների ենք հանդիպում։ Բայց երբ որ ավելի լուրջ ենք, ավելի նվիրված ենք, մեր մասն ունենք, աղոթներ ունենք, եկեղեցի գալիս ենք, պաշտամունք ունենք, այդ ուրախությունը սկսում է մեզանում ավելի հոսալը։ Եվ դրա համար այդ դժվարին գործը, որ ունենք ամեն մեկս, էսի որ այդ կապը միշտ հարատև այդ կապի ներսն ելնենք։ Մենք կանք ունենք, եւ պետք է հարատև այդ կապի ներսը թարմ մնալով այդ ուրախությունները մեզանում թարմ պահենք։ Հալելույա։ Եվ Տերոջ կամքն այդ է, որ մենք այդ ուրախությունը այդպեսի ունենանք եւ Տերոջ բարի ներկայությունը մեր կյանքում ավելի Երևան գա։ Այս համարը շատ խոր համար է, որ Տերոջ խոսքը ասում է Հիսուս Տերը այն ուրախությունը, որ իր դիմաց ուներ, խաչը արհամարեց։ Այսինքն Տեր Հիսուսը մատ ուրախություն էր, որ հոր կամքը կատարում է, նրա սիրո ներսը կա։ Եվ դրա համար խաչը իր ամբողջ սարսափելի կացությունով, երբ որ Հիսուս ասավ խաչի մոտ
ասում աղոթում էր քրտինք ուժեղ թափելով եւ համարյա թե վրդովմունքը իրան բռնում էր, մարդկորեն այդպեսի շփոթեցնում էր, բայց դերևս նայելով հոր կամքը կատարելու համար կարևոր չէր այդ կրակներից անցնում էր, քայլում էր, անցնում էր խաչը արհամարելով, խաչ էր բարձրանում, որ հոր կամքի ներսը մնա եւ հոր կամքի ներս առաջ գնա։ Եվ այդ էր որ աշակերտներին կարող էր ասել, աշակերտային ասել, հիմա տխուր եք, բայց ժամ գաք ուրախանաք եւ այլս ոչ մի բան ձեզ չի տխրեցնե։ Հավիտենական ուրախության հասնեք։ Եվ այդ գեղեցիկա, որ այդ համարը ցույց է տալի, որ մեր ուրախությունը մեր հույսի հետ իշ կապ ունի։ Այդ հույսը, որ մեզանում է, ինչքան թարմ է մեր ուրախությունն էլ այդպեսի ուժեղ է։ Հովհաննես ավետարան 16-րդ գլուխում Տեր Հիսուս աշակերտներին երբ որ խաչի ոտքներ ասավ ինչ, ասավ ես երթում եմ, բայց ինչ է, դες ուրախություն եմ տալի եւ կացեք իմ ուրախության ներսը։ Հիմա տխուր եք, շփոթված եք, բայց ժամ գա որ կուրախանաք եւ այլևս ոչ մի բան դες չի տխրեցնե։ Եվ մեկ երբով իր հարությունից սկսավ խոսել, որ երբ որ ինձի հարություն առաջ տեսնեք, ամեն բան պետք է փոխվի։ Ասավ է ժամանակ որ մատքին զավակ ունենալու վրա է, ցավ է քաշում, շփոթված է, բայց քանի որ մատ զավակ պետք է ծնվի, մատ ազավորություն գոյանա, այդ իր հույսն է, որ կարող է ցավից անտեսելով անցնում է։ Հիմա մենք էլ աշխարհի քաշքշոցները, ճնշումները, ցավերը կարելի է մեզի խանգարում են, բայց մատ աստվածային ուրախություն կա մեզ, հույս կա։ Երբ որ այդ հույսը ունենք, այդ հույսը մեզի ուրախություն է տալի, ուրախություն է պատճառում։ Եվ այդ ձևով մեր ուրախությունը կապ ունի մեր հույսին, կապ ունի մեր հնազանդությանը, կապ ունի մեր կապին, որ Տերոջ հետ ունենք։ Կարող ենք մատ ուրիշ համարել Տերոջ խոսքից նայենք, մատ առաջ երթանք։ Առաջին Թեսաղոնիկեցիներ 5:16-18 ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք, ինչքան հրաշալի է, այս հրամանը ամեն ժամանակ ուրախ եղեք, այսինքն դու պատճառ չունես տխուր ելնելու, այսինքն այդ որ Աստված քեզ համար պատրաստել է հավիտենականությունը շատ փառավոր է, շատ գեղեցիկ է, եթե Պողոս Արաքյալ թե բանտում ասում ուրախ եղեք, դարձյալ ասում ուրախ եղեք, եւ ըստե շեշտում որ ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոթք կարեք, ամեն բանի մեջ գոհացեք։ Որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում, ամեն բաներս գոհացեք, գիտեք, մեր ուրախությունը կապ ունի մեր լեզվի գոհության հետ միասին։ Այսինքն ուրախ մեկը դժգոհ է, տրտունջանում, այդպեսի հա, ուրախ մեկը գոհ է, ամեն ինչ շնորհակալ է, եւ դրա համար մեկը որ շնորհակալ է, մատ ծածուկ բան կատե, իր նայվածքը կյանքի բացասական խնդիրների վրա չէ։ Այսինքն չի նայում, բա հեր էս բան ինձ համար պատահավ, ուրիշի համար չպատահավ։ Հերին ոտը կոտրվեց, ձեր ուրիշի ոտը չկոտրվեց, դեն չի մտածում։ Այդ ձևի չի նայում։ Ինչ է նայում, ասում է Տեր քեզ փառք եմ տալի, որ առողջ եմ, փառք եմ տալի զավակներ ունեմ, այդ որ ունի։ Եվ այդ հոգևոր կացությունը որ ունի, սկսում է դրանք տեսնելը։ Այսինքն փառք տալողը իր տեսանկյունը բացասական խնդիրներից փոխում է դրական խնդիրների վրա։ Քո կյանքում դիշ դրական բաներ կա, այդ կապ ունի քեզի։ Ամեն մարդ մի պատճառներ ունի, որ դրանց համար շնորհակալ է լինի։ Այդ կետերը highlight արա, այդ կետերը աչքի առաջ ունեցի եւ սկսի այդ կետերի համար փառք տալ, ուրախանալ եւ Տերոջը փառք տուր եւ սկսի ուրախանալ եւ թույլ տուր քո ուրախությունը աճե եւ ապրի ուրախ։ Դրա փոխարեն որ բացասականությունները մեծացնես, highlight անես եւ դրանք քեզի ավելի տխրեցնեն, սկսի դրական խնդիրները տեսնելով եւ այդպեսով սկսի դրանով ուրախանալով Տերոջը փառաբանի։ Եվ այդ ձևով մեր ուրախություն ուղղակիորեն կապ ունի մեր փառաբանություններին եւ ինչքան մենք գոհացող լեզու ունենք, այդքան ուրախ ենք։ Եվ երբ որ ուրախ ենք, ճիշտ մեր մարմինը ինքն իր կազմակերպությունն է, հենց որ մեզ ավելի առողջություն է ներշնչում։
Եվ մենք կարող ենք ուրախ լինենք։ Հալելույա։ Շատ պատճառներ ունենք ուրախ ելնելու եւ պետք է ուրախ լինենք։ Իրականությունն էսիա, որ ուրախելնելը մատ հավատքի քայլ է։ Հավատքն ասում է ինչ։ Դու Աստծո զավակ ես, դու օրհնված ես, Տերը քեզ համար մտածում է, քո ապագան Աստծո ձեռքումն է։ Ուրեմն սկսում է ուրախանալ Աստծոն փառք տալ։ Տեսեք, շատ ժամանակ բացասականություններ, տխրություններ որտեղից է գալի, շփոթություններ որտեղից է գալի, աղբյուրը վախ է։ Վախենում ենք ապագայից, վախենում ենք անգործությունից, վախենում ենք հիվանդությունից, վախենում ենք մենակություններից, հարյուրավոր խնդիրներ կա, որտեղ վախ է պատճառում։ Ինչ անեմ, որ այդ ապագայում այդ կացությունը չունենամ։ Այո, երբ որ մենք ապագան աշխատում ենք, ղեկավարենք, հսկենք, տիրապետենք, այնց անենք, որ ապագան մեր ձեռքում է լինի։ Չես կարող, ոչ ոք չի կարող ապագան կոնտրոլի տակ պահի։ Ասի 20 տարի հետո էսպես կերլեմ, կարող ես փող դասավորես այդ օրվա համար, կարող ես քո ջանքեր տանես, ամբողջ ծրագրեր դասավորես, բայց դեռևս ապագայի խնդիրները չես կարող տիրապետել ու հսկել ու ասես հաստատ էսպես կլինի։ Այդ եւ անգամ ասամ ինչա, մենք ամեն ինչ անում ենք, կարգադրում ենք, մտածում ենք, դասավորում ենք, ինչ որ ձեռներից կգանում ենք, հետո ապավինում ենք Աստծուն։ Այսինքն ապագան Աստծո ձեռքում մնա։ Երբ որ ապավինում ես Աստծուն, այն ժամանակ արդեն դու հանգստանում ես շփոթություններից, ուրախ ես։ Եվ այդ շփոթությունները ոչինչ օգուտ չունեն քեզ համար, բացի բացասականություն, տխրություն, վատ զգացումներ եւ հետևանքը հազար ու մի սթրեսներ ու հիվանդություններ, որ բերում է։ Բայց այդ պարզ հավատք, որ նվիրվում ես Աստծուն, Աստծո ձեռքը ազատ ես թողնում, որ իհարկե որ նա քեզ համար մտածում է, որտեղ ինքն ասել է։ Հոգս մի արե, որ մի արա, որտեղ ես քեզ համար մտածում եմ։ Տերոջ խոստումն է։ Եվ երբ որ դու այդպեսին նվիրում ես Աստծուն, այս արդեն ազատում ես մտահոգություններից, ազատում ես ավելցում սթրեսներից։ Այն անգամ ասամ այդ սցենարիոները, որ անընդհատ կրկնվում է, մտածում ես, կրկնվում է, նորից ես մտածում, քաշքշում ես, ջանանում ես քո ուզածները, քո երևակայությունների ներսը տեսես իրականանում է, կատարվում է, մարմին ակնում, վազվզոցի հետևից ես էլի կրկնվում է, վերջապես այդքան կրկնողության ներս հոգնա, ջարդված, վերջ անարդյուն կացության ես մնում։ Բայց երբ որ դու մտածում ես, ծրագրում ես եւ նվիրում ես Աստծուն եւ թալում ես այն կողմ, Տերը մեծ է, նա հանձները միրան, ոչ թե ծույլություն, ոչ թե անտարբերություն, այլ գիտակցաբար քայլեր վերցնում ես ու մնացած նվիրում ես Աստծուն։ Եվ Տերը մնացածը ղեկավարում է։ Եվ հետո ազատ ես, ապրում ես ուրախ, ապրում ես երջանիկ, ապրում ես հարուստի նման, ապրում ես մի հոգի փառավոր, զորավոր Տերը կա, որ քո ապագան երաշխավորում է։ Հալելույա։ Եվ այդ մեր ուրախության պատճառն է, մեր ապահովության պատճառն է, մեր հանգստի պատճառն է, մեր խաղաղության պատճառն է։ Քո Տերը օրհնյալ Տեր է, քո Տերը փառավոր Տեր է։ Դա որ ինքն ասա, որ իմ լուծը արեք ձեր վզում, ես ձեզ հետ եմ։ Ինքը մեզ այն զորավոր է, մեր կողքին է, մեզ երբեք մենակ չի թողնի։ Եվ այդ ձևով երբ որ նվիրված ենք այդ Տերոջը, մենք այն ժամանակ հանգիստ ենք առնում եւ այդ հանգիստը մեզ համար մեծ ուրախության պատճառ է լինում։ Ուրեմն մենք ինչպես կարող ենք մեր ուրախությունը պահենք, մեր կապը Հիսուսի հետ ունենալով, փառաբանությունով եւ հավատքի քայլ վերցնելով եւ նվիրվելով Տերոջը։ Երբ որ այդ ուղղությամբ ենք առաջ գնում, մեր ուրախությունը մնայուն է։ Բայց շատ խնդիրներ կա, որ կարող է մեր ուրախությունը ուզենա գողանալ։ Մեր շփոթությունները, այդ որ ջանանանք ապական ամբողջ մանրամասն հսկողության տակ պահենք, երբեմն սկսենք մեզի համեմատելով ուրիշներին, բա հեր ես այսպես եղամ, հեր ուրիշները ավելի լավ են, արդեն այդտեղում շփոթությունը կգա եւ ուրախությունը կթռնի։ Եվ դրանք մեր ուրախության գողերն են։ Եվ չէ պետք է իրավունք տանք, որևէ ձևով դրանք կամ մեր կյանքում այլ ուրախությունով նվիրվենք Տերոջ, ապավինենք Տերոջը եւ նրան փառաբանենք։ Հալելույա։ Քո բաժին ուրախություն է սիրելիս։ 16 Սաղմոսում ասում է Տերոջ ներկայությանը ուրախությունների լիություն կա։ Եվ Տերն էլ ասավ ինչ, ասավ որ այս խոսքերը ձեզ ասեցին, որ ձեր ուրախությունը կատարյալ է լինի, կատարյալ, լեցուն, լիքը։ Ոչ թե մի փոքր ուրախություն, այլ կատարյալ ուրախություն։ Դուք Աստծո զավակներ եք։ Տերն ասավ ինչ մարի գոքսանում, ոչ թե բանի որ մի մտածեք, թչուններին նայեք, դաշտի շուշաններին նայեք, ես ձեզ մտածում եմ։
Հիսուս Տերն ասի, քո հավատքը դուր է։ Աշակերտային շատ ժամանակ ասում ձեր հավատքը ուր է։ Եվ դա որ երբ որ հավատքով ենք նայում, հավատքը չի նայում երևույթին, նայում է Աստծուն, նայում է նրա զորավոր ձեռքին եւ ապավինում է իրան։ Թողեք ոտքի կայնենք, այս Տերոջը մեկ քանի րոպեներ ուրախությունով, ժպտադեմ, իրան ասենք Տեր քեզ փառք ենք տալի։ Ամբակում գրքում վերջի ամառներում ասում է թեև ծզենին չծաղկե, այո, թեև արջարները գոմում չելնեն, թեև դրամապես անհաջողություն են, պայմանները վատ լինի, բայց ես իմ Տերովը կցնձամ եւ կուրախանամ։ Հիմա այո, կարելի է կյանքի որոշ բերումները մեզ համար հաճելի չլինի, ամեն մեկս մեր խնդիրի կապակցությամբ քաշքշոցներ ունենք, բայց դրանով հանդերձ մի հատ Տեր ունենք, որ մեր ամենի Տերն է, մեզ ղեկավարող է, կարող է դրան փառք տան, թույլ տվեք Տերոջից գոհություն հայտնենք։